Ողջույն բոլորին, ձեզ ենք ներկայացնում մեր հերթական խոհանոցային կահույքը, որը ավարտին հասցրեցինք դեկտեմբերի 23-ն 2025 թվական գտնվում ենք Ավան վարչական շրջանում։ Ուրեմն դիզայն պրոյեկտը մենք ենք տվել կրկին հաճախորդի հետ մանրակրկիտ համաձայնեցված է, ընդհանուր տունը S վիճակն է, էլի հյուրասենյակ եւ խոհանոց միասին է, կուխնյա ստուդիա կոչվող տարբերակն է։ Այս մասում փորձել ենք աստրավոկ ունենք, հակաղզյակ ունենք, որը փորձել ենք շատ չմտնենք զալի մեջ, որպեսզի ստեղ հավելյալ տարածք ունենանք, որ կարողանան այս բազմոցը օգտագործեն եւ այս կղզյակի դիմացի աթոռները։ Ուրեմն բարձրությունը 90 սանտիմետր է, կիրառված են պոլու բառնի, կիսաբառնի, sense կոչվող աթոռներն են, նոր նստել փորձել եմ, շատ լավ, շատ հարմարավետ աթոռներ են, շատ ընտիրը լում է օգտագործել։ Ինչևից է, ստեղ այսենց հատված ունեինք, որը բավականին խնդրահարույց էր մեր մոտ, այսենց հատված ունեինք, ստեղ ունեինք օդատարի շախտա, ստեղ ահավոր տարողունակ, շատ լավ օգտակար օգտագործելի տարածքներ ենք ստացել, ինքը իրականում փոքր խոհանոց է, բայց շատ մեծ ծավալի խոհանոց է ու շատ տարողունակ։ Այս հատվածում, ուրեմն այս հատվածից սկսեմ ցույց տալ, սա հյուրասենյակի հատվածն է, բոլոր պետլիները եւ փուշ մեխանիզմները կիրառված են բլյումինը։ Ստեղ ուրեմն բացվում է այս դուռը եւ մեջը հավաքած է Bloom Space Tower-ի կարգավիճակի, կիրառված են կրկին AQ ֆիրմայի, բելարուսական AQ ֆիրմայի այս մետաղական պատրաստի բոքսերը, բոլոր տեղերում դրված են 500 մմ ուղղորդիչի խորությունը։ Շատ լավ տարողունակ բան ենք ստացել, վերևի պոլկաներն էլ են կրկին օգտագործվող, մասամբ տեղավորել են, այս մարդիկ նոր են տեղափոխվել այս տուն, հələ որ սենց իրավիճակ է, բայց ուզեցա հենց սենց բնական նկարեն ոնց կա։ Ստեղ մեր մոտ գոյացել է 17 սանտիմետր տարածություն, շատ հարմարավետ է նստողի համար, ծնկները բացարձակ չի խփում։ Սա մեր մոտ կոշտ ամրացված դետալ է, իսկ վերևը պետքա գիպսակարդոնով հավաքած լինեին, վերջի պահին որոշվեց, որ ավելի լավ է մենք սա բանի կահույքի մատերիալով, ֆասադային մատերիալով ավարտենք, էլի։ Կիրառված է Eger 705 կոչվող լամինատը, իսկ կորպուսը սպիտակ լամինատ է։ Ստեղ ունենք այսենց իրավիճակ, ստեղ տեղավորված է մեր մոտ գդալ պատառաքաղների լատոկը, այս զոնայում մեր մոտ 45 խորություններն են, սա մեր մոտ միշնեք դարակն է եւ ներքևը արդեն ռեյլինգով մեծ բոքսն է կիրառված, 167 մմ այս ցոկլի բարձրությունով։ Նմանատիպ իրավիճակ ստեղ ունենք, այսենց է կատարվել ստեղ եւ սենց իրավիճակը։ Ուրեմն այս հատվածը, որպեսզի ոչ շատ նեղ հատված ստացվի, ոչ էլ շատ լայն, սրա մեջ ենք մենք կիրառել այդ Space Tower կոչվող մեխանիզմները, որոշել ենք ձախ բացենք եւ 155 աշճանի պետլյաներով։ Աշխատում է սենց, բացվում է լիարժեք, այս իրավիճակն է տեղի ունենում եւ մեջից կրկին այս քաշովի դարակներն են աշխատում, այսենց։ Կիրառված է ստեղ ուրեմն 2 հատ մեծ միշնեք չափի բոքսեր են, 3 հատ փոքր չափի բոքսեր են։ Վերևը նմանատիպ կիրառվում է այսենց իրավիճակ, էլի կրկին 155 աշճան բացվող եւ փակվելը բնականաբար իր բանով, ծիպոլ մեխանիզմով։ Ուրեմն այս զոնայում ներքև ունեինք այսենց իրավիճակ, ստեղ հատուկային ամենասկզբից էլ նախատեսվել է տեխնիկայի պարկինգ, այնտեղ նախատեսվել է հոսանքի կետեր, այս կաֆելի շարվածքը, հոսանքի կետերը, այդ ամեն ինչը մենք ենք տվել դիզայն նախագծի ընթացքում։ Ներքևը այսենց իրավիճակը, որպեսզի այն անկյունը չկորցնենք, այս պահարանը խորանում է մինչև վերջ, էլի, հեսա տակից երևում է։ Ստեղ ունենք ջեռոցը Bosch ֆիրմայի, շատ լավն է, արդեն փորձարկել ենք մի քանի անգամ օգտվել ենք այս ջեռոցից տեղադրման ընթացքում։ Ստեղ տեղավորված է մեր ամանլվացող սարքը եւ այս մասում պետքա լիներ 2 քաշովի բոքսեր, բայց հետո փոխարինվեցին, սրանք աշխատում են սենց, ստեղ սովորական դուռը, իսկ ստեղ արդեն աղբատույլն է, այսենց է աշխատում մեր լվացարանի պահարանը։ Սա կրկին AQ ֆիրմայինն է, շատ լավ որակյալ ապրանք է, շատ դուրս եկավ, իսկ ստեղ էլ հաճախորդը նախատեսել է գրինդեր տեղավորի այս զոնայում ու չափերի մեջ խորացած այդ գրինդերը պատվիրել ենք, որպեսզի սրա հետ կոնֆլիկտ չտա, ինքը շատ լավ տեղավորվելու է։ Սեղանածածկը արհեստական մարմարասին, չգիտեմ սա կվարձնա թե ինչն է, բայց բավականին հաճելի մակերես ունի,
Եվ լվացարանը դե տակից են դրել, այս մի անցքն էլ արված է գրինդերի կնոպկայի համար։ Ուրեմն վերևները վիճաշկայի պահով ցույց տամ այստեղ, ուրեմն ինդուկցիոն պլիտա է, ինդուկցիոնի անմիջապես վերևում է վիճաշկան եւ ինքը տեղավորված է այս պահարանի մեջ։ Հավաքած է այսպես։ Վերևն էլ կրկին էլի ճտիկներով է աշխատում, հեսա փորձեմ ստեղ էլ բացել մոտավորապես երևա։ Այսպես իրավիճակ է ընդհանուր տեղի ունենում։ Այս զոնան խորանում է կրկին մինչև այն կողմը, նմանատիպ դե վերևինն է արդեն։ Եվ այս հատվածում պայմանավորվել էինք չորանոց, ես մոռացել էի, հետո այս չորանոցը բերեցինք, հավաքեցինք, ստեղ էլ այսպես իրավիճակ է տեղի ունենում, այս չորանոցի զոնան մանրամասն ուշադրություն է դարձվել ջրակայունությանը, այս անկյուններով, այս հետևով բոլոր տեղերով սանիտարական սիլիկոնն է անցկացվել, այս զոնան դառել է ակվարիումի նման մի բան։ Ընդհանուր սենց իրավիճակ է, կարծում եմ վերևը բացելու իմաստ էլ չկա, մեկ էլ Սառնարանի զոնան է, ստեղ էլ Սառնարանի զոնան, այսօր եկել եմ այս քարը դնելուց հետո այս կողքի շիթն եմ ամրացրել, որտեղ ինքը իջնում նստում է անմիջապես քարի վրա։ Սառնարանի կողքերից այս բացվածքները ունենք, վերևից այդ բացվածքներն ունենք, ստեղ էլ արդեն սենց է աշխատում էլի։ Դե ինչևից է, հələ որ այսքանով սահմանափակվենք այս տարի, ասենք թող շնորհավոր լինի, թող լավ առիթների համար ծառայի, մեկ էլ շնորհակալություն հայտնենք հաճախորդին մեզ ընտրելու համար։